Իրանի միջուկային ծրագիրը դարձել է Միացյալ Նահանգների ու ամենասերտ դաշնակից Իսրայելի միջև տարաձայնության պատճառ։ Այս թեմայով լարված հեռախոսազրույց են ունեցել Թրամփն ու Նեթանյահուն։ Համակարծիք են միայն մեկ հարցում, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Տարաձայնությունները կապված են հիմնականում խնդրի լուծման մոտեցումների հետ։ Թրամփը ցանկանում է դիվանագիտական լուծման հասնել Թեհրանի հետ եւ ասել է, որ հավատում է լավ գործարք կնքելու իր կարողությանը։ Պիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ շահագրգռված է հասնել այնպիսի համաձայնության, որը կծառայի երկու կողմի շահերին։ Իսրայելի վարչապետն ավելի կոշտ է եղել, Բիբին Իրանին հարվածելու կողմնակից է։ Այս ծանր խոսակցության արտահոսքը եղել է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմի Երուսաղեմ այցի ժամանակ։ Հանդիպել եմ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ, զրուցել ենք Իրանի հետ Թրամփի վարչակազմի բանակցությունների մասին։ Նախագահն ինձ ուղարկել է Իսրայել Նեթանյահուի հետ խոսելու ու նրան տեղեկացնելու, թե ինչպես են ընթանում բանակցությունները ու որքան կարևոր է այս հարցում միասնական լինելը։ Նահանգների ներքին անվտանգության քարտուղարը Բիբիի հետ զրույցն անվանել է շատ անկեղծ։ Իրանական կողմը տեղեկացրել է, որ Թեհրան-Վաշինգտոն բանակցություններն ամեն անգամ առաջընթաց են գրանցում, կա փոխըմբռնում, սակայն Վաշինգտոն հասնելուն պես ամերիկացի բանագնացների դիրքորոշումը փոխվում է, ինչն էլ բարդացնում է գործընթացը։ Մենք չենք սպասում Ուրանի հարստացման հարցում որևէ մեկի թույլտվությանը։ Ամերիկան իրավունք չունի որևէ երկրի տրամադրել կամ մերժել միջուկային զենքի մասին պայմանագրով ճանաչված իրավունքները։ CNN-ին տված բացառիկ հարցազրույցում Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. Թեհրանը պատրաստ է զիջումների միջուկային ծրագրի որոշ հարցերում, սակայն Ուրանի հարստացման հարցը քննարկման թեմա չէ։ Եթե նպատակը համոզվելն է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի ռազմականացվի, կարծում եմ դա մի բան է, որին մենք հեշտությամբ կարող ենք հասնել։ Միջուկային էներգիա ստանալու մեր իրավունքը պետք է պաշտպանվի, սակայն եթե նպատակն իրանցիներին խաղաղ միջուկային էներգիայի իրավունքից զրկելն է, կարծում եմ դա շատ խնդրահարույց կլինի եւ իսկապես կխոչընդոտի ամբողջ գործընթացը։ Թեհրան այցի ժամանակ Պակիստանի վարչապետը հայտնել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իսլամաբադի հստակ դիրքորոշումը։ Պակիստանն իրանցի եղբայրների հետ հանդես է գալիս խաղաղության եւ բարգավաճման օգտին։ Մենք աջակցում ենք Իրանի խաղաղ միջուկային ծրագրի քաղաքացիական նպատակներով օգտագործմանը։ Իրանի նախագահն ասել է, որ Իսլամական Հանրապետությունն իզորու է գոյատևել նույնիսկ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների տապալման դեպքում։ Մենք սովից չենք մեռնի, եթե նրանք հրաժարվեն բանակցել մեզ հետ կամ պատժամիջոցներ կիրառեն։ Մենք գոյատևելու միջոցը կգտնենք, ասել է Մասուդ Փեզեշքյանը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։